Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ երկու եղբայր ստեղծել են հանցավոր կազմակերպություն, ներգրավել հիմնականում համաքաղաքացիների, բաշխել յուրաքանչյուրի դերն ու արդեն երկար ժամանակ Լոռու մարզում ու հանրապետության այլ վայրերում ծրագրել եւ կատարել են ավազակություններ, բնակարանային գողություններ, այլ հանցագործություններ։ Հետագա միջոցառումների արդյունքում մարտի 3-ին ստացվեց նոր տեղեկություն, որ հանցավոր խմբի անդամները երկու մեքենայով զինված ռադիոկապի միջոցներով դուռ ու լուսամուտ բացելու գործիքներով մեկնել են Սպիտակ համայնքի Արչովիտ գյուղ բնակարանային գողության։ Հետագա գործողությունները քրեական ոստիկանները կատարեցին մարզի պարեկների, համայնքային ոստիկանության տարոնի ու բազումի բաժինների հետ համագործակցությամբ։ Ժամը 22:10-ին Սպիտակից Վանաձոր գալու ճանապարհին Բաղրամյան փողոցում իրավապահները կանգնեցրին Ռենո Մակնիշի մեքենան, իսկ 7 րոպե անց նույն փողոցում կանգնեցվեց Շևրոլեն։ Երկու դեպքում էլ վարորդները չենթարկվեցին պարեկների կանգառ ազդանշանին, սակայն հետապնդումից եւ մեքենաները կանգնեցնելուց հետո վարորդներն ու ուղևորները փորձեցին դիմել փախուստի, ինչը եւս կանխվեց։ Կազմակերպիչ եղբայրներն ու եւս 5 հոգի ձերբակալվել ու տեղափոխվել են Լոռու մարզային վարչություն։ Մեքենաներում եւ նրանց անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են հրազեններ, ոսկյա եւ արծաթյա զարդեր ու գումար, որոնք ըստ իրենց գողացել են Արչովիտ գյուղի տնից։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս պահին բացահայտվել է հանցավոր խմբի կատարած բնակարանային գողության 15 դեպք։ Միջոցառումները շարունակվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։